24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Քննարկման առարկա է Գյումրիի եւ Փարաքարի ընտրությունները, որի ժամանակ իշխանությունը չհաղթեց եւ ընդդիմությունը ավելի բարձր ձայներ ստացավ։ Ինչ է սպասվում Գյումրիում եւ առասարակ սա ինչի մասին է խոսում։ Տեսեք, Հերմին է, որպեսզի մենք ավելի լավ պատկերացնենք տեղի ունեցածը, պետք է անդրադառնանք այն իրավիճակին, թե ինչպիսի ակնկալիքներ կար, մասնավորապես իշխանության մոտ այդ ընտրություններից։ Եվ Փարաքարի եւ Գյումրիի ընտրությունների մասին գործող իշխանությունների ամենաբարձր մակարդակից հնչում էին հայտարարություններ, որ իրենք բնականաբար պետք է հաղթեն։ 50 գումարած ձայն, նույնիսկ ավելի 60 քանի ձայն են ստանալու։ Եվ դրա հետ կապված իրենք արեցին բոլոր հնարավոր քայլերը։ Բացի նրանից, որ ասենք, թե իրենք ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը բերեցին դրան, նաև հիշեք, միտինգի մասնակիցների մեջ կային բազմաթիվ մարդիկ, որոնք նույնիսկ Գյումրիից չէին, ուղղակի իրենց բերել էին այդտեղ, որպեսզի այդ զանգվածային տպավորությունը ստեղծեր բուն գյումրեցիների մոտ, որ նկատի ունեք հանրահավաքի ժամանակ։ Այո։ Իսկ բուն արդեն քվեարկության ժամանակ բազմաթիվ հրապարակումներ են այն մասին, որ նույնիսկ Վրաստանից մարդիկ են բերել եւ տեղ գրանցել ու քվեարկությանը մասնակցել։ Այսինքն խախտումները եղել են չափազանց մեծ եւ այն սովորական ադմինիստրատիվ ռեսուրսը։ Նաեւ լույսերը գնացին Գյումրիում։ Իհարկե, եւ այն սովորական այդ արդեն հաշվելու ժամանակ, բայց այն սովորական ադմինիստրատիվ ռեսուրսը, որի մասին մենք սովորաբար խոսում ենք, այստեղ մի քանի անգամ ավելի մեծ ջանքեր էին ներդրել եւ մի քանի անգամ ավելի մեծ խախտումներ էին իրականացրել։ Բայց այդուհանդերձ մենք արձանագրում ենք երկու փաստ։ Առաջին, փայլուն հաղթանակ Փարաքարում, հենց առանց որևէ օժանդակության ընդդիմության տեխնացուն հաղթեց 55% ձայն համակից եւ դա չափազանց մեծ արդյունք է, հատկապես Փարաքարը, որ Երևանին կպած եւ այդտեղ ադմինիստրատիվ ռեսուրսի եւ բազմաթիվ այլ ձևերով ազդեցության հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Եվ երկրորդը, այդ ամեն ինչի արդյունքում իշխանության տեխնացուն հավաքեց ընդհանուր 36% ձայն։ Սա իսկապես խոսում է այն մասին, որ պրոցեսները, որոնք կուտակվել են 6-7 տարիների ընթացքում, այլևս հասել են այն մակարդակի, որ իշխող քաղաքական ուժը չի կարողանում հաղթահարել մեծագույն ջանքերի ներդրմամբ նույնիսկ որևէ համայնքում համայնքապետ ընտրելու խնդիրը։ Եվ այս պարագայում իրեն մնում է ընդհանրապես մեկ բան՝ փորձարկված մեթոդ, որպեսզի կարողանա անել այն, ինչ որ արեց Վանաձորում եւ մնացած համայնքներում, որտեղ ընդդիմություններ հաղթել, որպեսզի հնարավորություն ունենա շեղելու հանրության ուշադրությունը եւ տարբեր քրեական գործեր հարուցելով, տարբեր դատական գործեր հարուցելով փոխել իշխանությունը համայնքապետի ընտրությունից հետո։ Արդեն Վարդան Ղուկասյանի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել իրեն վերագրվող ձայնագրության Դե ասում են, չէ, արշը 7 երկգիտի 7-ն էլ տանձի մասին դա պետք է անեն։ Բայց ես ուզում եի միտքս ավարտել Հերմինե, տեսեք, այլևս դա չի աշխատելու։ Եթե առաջին 1-2 համայնքում այդպիսով ինքը կարողանում է ահաբեկել հանրությանը, հիմա ես կարծում եմ, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենալու։ Հանրությունը այլևս այդ ամեն ինչը ընդունել է որպես մարտահրավեր հենց հանրության նկատմամբ, ոչ թե իշխանության ներկայացուցիչի, ոչ թե համայնքապետի, այլ հենց իր նկատմամբ, որտեղ ինքը իր ընտրությամբ ընտրել է իր սրտի ուզած տեխնացուին եւ իր սրտի ուզած տեխնացուին հալածում են։ Սա շատ փոխում է իրավիճակը, ես կարծում եմ, որ սա բերելու է իսկապես հաջորդ ընտրություններում, եթե լինեն համայնքապետերի ընտրություններ, ել ավելի մեծ խայտարակ պարտության իշխանության ներկայացուցիչների։ Դուք ասում եք, իր գյումրեցիներն ընտրել են կամ փարաքարցիները ընտրել են իրենց սրտի տեխնացուին, բայց մասնավորապես Գյումրիի հետ կապված ասում են, որ ընտրել են ոչ թե հանուն, այլ ընդդեմ, այսինքն ամենակարևորը, որ չլիներ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Այս սկզբունքով են առաջնորդվել։ Ես եւս տեղյակ եմ այդ տեսակետին եւ չեմ բացառում, որ մի մեծ զգալի մաս հենց այդպես էլ առաջնորդվել է, բայց դա եւս խոսում է այն մասին, որ վերաբերմունքը այն նողկալի վերաբերմունքը իրենց նողկալի արարքների հետ կապված արդեն տալիս է իր արդյունքները եւ դա բնական է, որովհետեւ այն ամեն ինչ ինչ որ իրանք արեցին այս 6-7 տարիների ընթացքում դա չի կարողան հետ կորել։ Նույնիսկ եթե իրանք այսօր ասենք թե իրենց քայլերի մեջ լինեն չափազանց բծախնդիր, չափազանց, չգիտեմ, հարգալից իրենց հայրենակիցների նկատմամբ Նրանք չեն կարող մոռացնել տալ այն ավերացությունները, որ այլ են։ Չնայած նույնիսկ իրանք չեն կարողանում այդպիսի պահված դրսևորել եւ
այդ նախկին падգամավորի պահվածքը հենց դրա մասն էր խոսում, որ իրանք չեն կարող մոռանալ իրանց մեջ այրան մեջ մտած այն ամբարտավան պահվածքը, որ իրանք ունեցել են ժողովրդի նկատմամբ այս 6-7 տարիների ընթացքում։ Հիմա ինչ է սպասվում Գյումրիում դուք կարծում եք եւ արդյոք քրեական գործեր կհաջորդեն, եթե իսկապես Վարդան Ղուկասյանը ընտրվի քաղաքապետ։ Տեսեք, ավելի լավ է ես իմ կարծիքը չասեմ, այլ ասեմ հենց Վարդան Ղուկասյանի կարծիքը։ Ինքը ասեց, այո, անպայման դրանք պետք է լինեն եւ որպես պաշտպանիչ միջոց ինքը դրանից պաշտպանվելու համար ասում էր, որ փոխքապետը պետք է լինի մեկը, որ կարողանա այն գաղափարները ծրագրերը, որ թիմը ունեցել է, իրականացնել։ Մասնավորապես իր թիմից է ուզում որ լինի փոխքաղաքապետը։ Այսինքն նաև այս սցենարը հաշվի առնելով է ուզում, որ իր թիմից լինի փոխքաղաքապետը։ Հենց այդ սցենարը։ Այսինքն ինքը գիտի, որ շարունակելու են այն նույն ձևով աշխատել այս իշխանությունները ընտրված համայնքապետերի նկատմամբ, ինչպես Վանաձորում եւ մնացած բոլոր քաղաքներում։ Եվ սա եւս ստեղծելու է մի անհանդուրժողական մթնոլորտ այս իշխանության նկատմամբ Գյումրիում եւ ոչ միայն Գյումրիում։ Իսկ արտահերտ ընտրությունների կարող է գնալ այս սցենարը հնարավոր է կարծում եք, այսինքն համախմբում այնուամենայնիվ այսօր իշխանության էմիսարները ամեն ինչ անում են, որպեսզի չկայանա այն համաձայնությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև, որը կբերի հաջողության։ Եվ դժվար է ասել կհաջողվի նրանց, ասենք թե ընտրված արդեն համայնքապետի տեխնացուներին կամ ասենք թե նրանց թիմակիցներին, որտեղ 33 անդամ կա այդ մարմնում, նրանց որևէ մեկին կամ մի քանիսին, եթե իրան կարողանան ահաբեկելով, վախացնելով, չգիտեմ, հրապուրելով, չոր իրանց որոշման վրա ազդել, իհարկե դա կլինի շատ ցավալի։ Ես հույս ունեմ, որ մեր գյումրեցի քաղաքացիները թույլ չեն տա, որ ասենք թե դժվարությամբ ձեռք բերված այդ արդյունքները տեղափոխվեն մեկ ուրիշ հակառակորդի ճամբար, շատ անհավանական եմ համարում դա, բայց որ իշխանությունները ամեն ինչ կանեն, ամենաստոր քայլերը նույնիսկ կանեն, ահաբեկելով, շանտաժ անելով, ես առավել քան համոզված եմ, որտեղ դա իրենց վարքագիծն է։ Այսինքն եթե երկրորդ փուլ գնա ընտրությունները, սա շահավետ կլինի քաղաքացիական պայմանագրի համար։ Այ տեսեք, Աստված մի արասի, ես առավել քան համոզված եմ, որ եթե երկրորդ փուլ գնա, իրանք կներդեն բոլոր հնարավոր եւ անհնար կեղծիքները, միայն թե երկրորդ քաղաքում իրանք ձայն ստանան, որովհետեւ ճիշտ է, սա համայնքային ընտրություններ են եւ սա իրենցով չի պայմանավորվում համապետական ընտրությունները, բայց այդուհանդերձ մեծ քաղաքում ունենալ համայնքապետ եւ այդ համայնքապետի իշխանության օրոք գնալ համապետական ընտրությունների, դա շատ նպաստավոր պայման կլինի իշխող քաղաքական ուժի համար եւ այդ պատճառով ինքը նույնիսկ եմ ուզում կրկնեմ, կանի ամեն հնարավորը, որպեսզի այս իր անհաջողությունը չեղարկվի եւ ինքը գնա նոր ընտրությունների, իսկ այդ դեպքում ես համոզված եմ, որ խայտարակ դաժան պայքար կգնա եւ ենթադրում եմ, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի հաղթեն, ամեն հնարավոր ու անհնար կեղծիքները կներդնեն։ Ես կարծում եմ, որ մեր բոլորի ցանկությունը պետք է լինի, որ այս ձեռքբերված հաջողությունը ամրապնդվի եւ թույլ չտարվի, որպեսզի մեկ նոր շանս տրվի այդ իշխանությանը, որպեսզի իր նենք քայլերը իրականացնի։ Այսինքն իշխանության համար կարևոր է, որ Գյումրիում լինի իրենց տեխնացում։ Միանշանակ, դա ուղղակի գիտեք ինքը ոչ միայն միայն Դա ինչ է փոխելու իրենց համար համապետական ընտրություններում։ Տեսեք, նախ մեծ Գյումրի քաղաքում իշխանության գլխին ունենալ սեփական կուսակցության ներկայացուցիչը, դա շատ բան է նշանակում։ Շատ տեսեք, երբ պետք է նոր այս ընտրությունները լինել Գյումրիում, ինքը իրենք փոխեցին 2 ամսով, կարծեմ, բերեցին այս նոր տղային եւ իր օրոք իրականացվեց ընտրությունները, այսինքն Սարիկ Մինասյանը։ Այո, Սարիկ Մինասյանի Պրայմերիս տեղի ունեցավ։ Այո։ Եվ իր օրոք տեղի ունեցան այս ընտրությունները։ Դա շատ կարևոր է, որովհետեւ գործող քաղաքապետը փաստորեն պատրաստում է իր ընտրությունները։ Նաև Շիրակի մարզպետը փոխվեց։ Եվ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր ընտրվեց։ Շատ կարևոր բան եք ասում։ Ինչի համար է, այսինքն ինչի մասն են սրանք։ Սրանք այն մասն են, որ իրենք այս տարիների ընթացքում վարկաբեկվել են եւ նույն մարդկանցով այլևս վախենում են գնալ ընտրություններին։ Դա վերաբերում է եւ մարզպետին, եւ քաղաքապետին։ Եվ այս տենդենսը ես կարծում եմ իրենց համար կդառնա գործելավոճ առաջկա բոլոր ընտրություններին, որտեղ իրենք գիտեն թե ինչպիսի կարծիք են իրենց մասին ստեղծել իրենց կադրերով եւ որպեսզի դրանցից ձերբազատվեն մի ճանապարհ կա ներգրավել նոր մարդկանց,
իրենց չարագործությունների մեջ չթաթախված մարդկանց, որպեսզի թոս փչեն ժողովրդի աչքերին, բայց կարծում եմ դա հնարավոր չի։ Այս դեպքում Սարիկ Մինասյանը նոր մարդ էր, բայց փաստորեն չաշխատեց այս սցենարը։ Շատ գյումրեցիներ ասում են, որ եթե Սարիկի անձը չլներ, այլներ 5 քաղաքապետը, որը ինքը մասնակից է եղել են բոլոր չարագործություններին, որից 7 տարիների ընթացքում այդ խմբակը, այդ հակաազգային խմբակը իրականացրել է, շատ ավելի ցածր ձայներ կհավաքեր։ 5-7% առնվազն այդ Սարիկի ձայներն են եղել, որոնք չէին լինի, եթե այդ մարդը չարատավորված մարդը չներ։ Բայց ի՞նչն է խնդիրը, տեսեք, այդպիսի մարդիկ, ես կարծում եմ, պետք է հեռու պահեն իրենց այս արդեն սուզվող նավից, որովհետև հրապուրվելով սիմպատրանքներով, ասենք, պետք կարող է դառնալ, եւ նույնիսկ ասենք, թե միգուցե ավելի երկար իշխանության ունենալ, իրեն գնում են եւ փորձում են համագործակցել, բայց այդ համագործակցությունը նախ չի օգնում այս կործանվող նավին, եւ երկրորդը իրենց ճակատագիրն է փչացնում։ Ես դրա համար ես ուրիշ տաղավարում ասել եմ, որ այդպիսի մարդիկ իրենց համար մեծ նեգատիվ հեռանկար են ստեղծում իրենց ողջ ապագա կյանքի համար, որովհետև կյանքը շարունակվում է, դու չես անդամակցել այդ քաղաքական ուժին են իրար ամբողջ հարագործությունների ժամանակ ու քո ուսերին ես վերցնում այդ բեռը, լուրջ բան չի դա։ Բայց այն ոգևորվածությունը, որ կա ընդդիմադիր դաշտում, որ ահա տեսնում եք ՀՊ-ին մերժում են, կործանվում են նրանք 2026 թվականին ձայն չեն ստանա, այս ամենը չափազանցեցված չէ եւ շուտ չէ հաղթանակ տոնելը։ Չէ, նորից չէ, որովհետև մենք երկու փաստ ունենք, բայց process-ը այդ երկու փաստով չի սահմանափակվում։ Դե մի քանի համայնքներում ընդդիմությունը հաղթել է, սա չափանիշ է, որ դա տենդենց է։ Դա տենդենց է։ Եվ տեսեք, ոչ միայն այս ընտրություններն են խոսում այն մասին, որ իրենց վարկանիշը անդառնալիորեն անկում է ապրում, այլև վերաբերմունքը յուրայինների նկատմամբ, վերաբերմունքը նախարարների կամ ասենք թե մարզպետների, պատգամավորների նկատմամբ, սա հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական ուժի պահվածք է։ Այս պահվածքը խոսում է այն մասին, որ այդ քաղաքական ուժը հեռանկար սեփական ուժերի վրա հենվելով չի տեսնում։ Ինքը ուզում է կադրեր փոխի բերել նոր մարդկանց, որոնք ասենք թե նորից եմ ուզում կրկնվեմ, չեն մասնակցել այն բոլոր չարագործություններին, որոնք տեղ ունեցել 6-7 տարիների ընթացքում։ Հակառակ պարագայում, եթե այս նույն ասենք թե զանցակները այդ մարդիկ կատարեին, պատգամավորները կամ չգիտեմ, գործադիր աշխատողները 5-6 տարի առաջ բնականաբար այդպիսի վերաբերմունքի չէին արժանանա։ Այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ իրենց թիմում կա այն մտայնությունը, որ թիմը այլևս սպառել է իրեն, ամբողջ թիմում կա այդ մտայնությունը։ Ինչպես օրինակ Հովիկ Աղազարյանն է նաև դա ասում, որ Փաշինյանը սպառել է իրեն։ Նա վտանգավոր է Հայաստանի համար։ Այո։ Բայց դա ասում է երկուսակցությունից եւ դուրս են գալիս եւ մանդատից հրաժարվում են։ Բայց դա չի նշանակում, որ ինքը այդպես չէր մտածում, երբ դեր ԿՊ-ի մեջ էր, բայց դա ուրիշ բաներ է նշանակում, որ եթե մնար այդպեսի բան չի ասի, բայց ինքը մտածել այդպես, դա է կարևորը։ Այսինքն թիմում կա այդ մտայնությունը եւ երբ իրենք դուրս են գալիս, իրենք ազատորեն արտահայտվում են։ Իսկ եթե կա այդ մտայնությունը, դա բխում է այն իրողություններից, որոնք այլևս անշարժելի են, ու իրանք գնալու են դեպի կործանում։ Ու այդ կործանումը կլինի իսկապես Հայաստանի փրկությունը։ Դու կարծում եք, որ թիմում իսկապես այսպես մեղադրում են Փաշինյանին ձախողելու մեջ, թե Փաշինյանը մեղադրում թիմակիցներին ձախողվելու մեջ, որովհետև հրապարակային են նույնիսկ այդ մասին խոսում։ Ես առավել քան համոզված եմ, որ բոլորը մեղադրում են բոլորին բացի իրենցից։ Եվ դա հենց այն թիմի նկարագիրն է, որը կոչվում է քաղաքացիական պայմանագիր։ Այդտեղ կան հավաքված են մարդիկ, որոնք չունեն իզմեր, չունեն գաղափարներ։ Բայց նրանք հասկանում են, որ իրենք չէին հայտնվի այդտեղ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եւ իրենք այդ մասին նույնիսկ հրապարակային են ասում։ Եթե նա ասում է մանդատը դրեք, մենք պետք է դնենք, որովհետեւ մենք ով ենք, եթե նա չլիներ, մենք այստեղ չէինք լինի։ Գիտեք, Հերմինե։ Այսինքն Փաշինյանի վարկանիշով են նրանք։ Երբ որ նավը սուզվում է, իսկ իրենց նավը սուզվում է, այդպիսի վեհ գաղափարների մասին, այլևս իրանք չեն մտածում։ Իրենցից յուրաքանչյուրը մտածում է իր կաշին փրկելու մասին։ Եվ դա այդ քաղաքացիական պայմանագրի անդամների բնական կարգավիճակն է։ Իրենք այդպիսին են։ Իրենք չեն կարող ասենք թե կանգնեն եւ ասեն մեր գաղափարների համար մենք մարտնչում ենք անկախ նրանից թե ինչ փորձանքի մենք կհանդիպենք, որտեղ այդպիսի բան գաղափար իրենք չունեն, իրենք իզմեր չունեն։ Բայց արդյոք նավը սուզվում է։ Ակնհայտորեն եւ դրա հատկանիշները մի քանիսն են։ Ամենահեշտ համոզվելի բանը
դա դուք պետք է համեմատեք Հայաստանում իշխող կուսակցության վարկանիշի անկման կորը Վրաստանի հետ։ Եվ կտեսնեք, որ այն օրինաչափությունը, որ կար Սաակաշվիլու Վրաստանում, այդ նույն օրինաչափությունը այս տարիների ընթացքում կրկնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը։ Եվ դա բերելու է նրան, ինչին որ բերեց այդ կորի անկումը Վրաստանում Սաակաշվիլու իշխանության ժամանակ։ Հիմա իրենք հասկանում են այս ամենը, դուք կարծում եք, թե ոչ, որովհետև Ես կարծում դուք եմ, քիչ առաջ առավել խոսեցիք, հասկանում որ իրենք հրապարակայնորեն ասում էին, մենք 50 գումարած ձայն ենք ստանալու, նույնիսկ ազգային ժողովի նախագահն ասում էր, որ ընտրություններ լինի կրկին քաղաքացիական պայմանագիրն է հաղթանակ տանելու։ Դե բնական է, որ այդպես պետք է ասեն, բայց իրողությունները այդպես ասելու հիմք չեն տալիս։ Հետևաբար իրենք ասում են մի բան, որին ըստ էության իրենք չեն էլ հավատում։ Ուղղակի այն կարգավիճակը, որում իրենք գտնվում են, այդ կարգավիճակը թելադրում է այդպիսի խոսույթ, բայց համոզված եմ, որ իրենք որ իրենց մեջ են քննարկում, այդպիսի եզրակացության չեն հանգում։ Բայց հարցումները ցույց են տալիս, որ թեև այո քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը անկում է ապրել 11% էր վերջին հարցումների ժամանակ, բայց ընդդիմության վարկանիշն էլ չի բարձրացել։ Եվ 2026 թվականին թե ինչ պատկեր կլինի, դա կապված է նաև ընդդիմության գործունեությունից։ Արդյոք ընդդիմությունը կկարողանա համախմբվել, արդյոք լուծման ուղիներ ցույց կտա եւ ոչ թե միայն իշխանությանը կքննադատի։ Այստեղ ինչ պետք է անի ընդդիմությունը։ Տեսեք, նախ ես ուզում ասեմ, որ մենք չենք կարծում, որ process-ը կհասնի մինչև 26 թվական։ Մենք կարծում ենք, որ դեռ մենք ունենք մեծ ժամանակ մինչև 26 թվականը, որպեսզի կարողանանք իշխանապողությունը իրականացնել, ազատվել այս չարիքի իշխանությունից մինչև 26 թվականը։ Այսինքն փողոցային պայքարով։ Այո, ինչու է դա կարևոր, որտեղ ակնհայտ է, որ այս իշխանության յուրաքանչյուր հերթական օրը նոր խնդիրներ է բերում մեր իշխանության, մեր պետության համար։ Իսկ այդ պարագայում այս ազգակործաններից հետո իշխանության համար ավելի ու ավելի դժվար է լինելու վերականգնել այդ ամեն ինչը։ Դրա համար որքան շուտ այդ չարիքից մենք ազատվենք, այնքան հեշտ կլինի կասեցնել այս անկման process-ը ու հետո գնալ դեպի վերականգնման process։ Բայց չի ստացվում փողոցային պայքարով Փաշինյանին հեռացնել եւ ընդդիմության մի մասը հաշտվել է կարծես թե այդ մտքեր եւ ընտրությունների է պատրաստվում։ Որ ասում եք չի ստացվում, այո, չի ստացվել մինչև այսօր, բայց մենք իսկապես հաջողություններ ենք ունեցել։ Հիմա եկեք չթվարկենք այս հաջողությունները, որտեղ հիմնական խնդիրը չի լուծվել, բայց եթե չի ստացվել, դա դեռ չի նշանակում, որ չի ստացվելու։ Մենք արդեն դասեր ենք քաղել, մենք արդեն ունենք փորձ, ամենակարևորը այլևս այն միահամուռ կեցվածքը, որ ուներ այս չարիքի իշխանությունը, ակնհայտ է, որ չկա։ Իսկ դա առաջին նախադրյալն է, որ հնարավոր է նրան տապալել այս փոխային շարժումներով։ Երկրորդ կարևոր հանգամանքը իրավիճակն է փոխվել աշխարհում։ Այն ուժերը, որոնք սատարում էին այս իշխանությանը եւ սատարում էին ըստ էության մեկ բանի համար, որպեսզի իրականացնեն իրենց հակառուսական ծրագրերը, ճիշտ այնպես ինչպես բացահայտեց Վրաստանում են Պորտուգալիան։ Այդ իշխանություններն են վերացել։ Չկա Միացյալ Նահանգներում այն մտայնությունը, որը կար Բայդենի ժամանակ, ամեն գնով պարտության մատնել Ռուսաստանին։ Եվ հետևաբար նաև այն մթնոլորտը, որը այն արտաքին մթնոլորտը, որը սատարում էր այս չարիքի իշխանությունը, դա եւս վերացել է։ Այսինքն կան մի քանի նպաստավոր պայմաններ, որոնք խոսում են այն մասին, որ եթե ընդդիմությունը իսկապես միահամուռ ձևով դուրս գա փողոց, ակնհայտորեն ավելի նպաստավոր պայմաններում ինքը կլինի եւ առավել քան համոզված եմ, որ ոչ միայն այդ արտաքին ուժերը չեն սատարի այս չարիքի իշխանությանը, այլ կսատարեն հենց փողոց դուրս եկած ազգային ուժերին։ Բայց առանց համախմբվելու ընդդիմությունը կարող է հաղթել Փաշինյանին։ Ես կարծում եմ համախմբումը անհրաժեշտ է։ Ես կարծում եմ համախմբումը անհրաժեշտ է եւ ճիշտ այնպես ինչպես Բայց դա հնարավոր է։ Մենք տեսնում ենք, որ հիմա բավականին լարվածություն կա։ Դե ես կարծում եմ դրանք կհաղթահարվեն, բայց նաեւ դե հոմենք այդ 5 տարվա պայքարը մենակ չենք եղել, մենք միանակ չենք եղել։ Մեր հետ եղել են քաղաքական ուժեր, որոնց համոզված են, որ այդ քաղաքական ուժերի հետ միասին մենք կարողանանք իրականացնենք այն առաքելությունը, որը իսկապես մեր ճակատին գրված է։ Մենք պետք է այս չարիքից ազատենք մեր պետությունը։ Միահամուռ պայքարով, փողոցային պայքարով կարծում եք, եւ ոչ թե ես կարծում եմ, որ դա ամենաճիշտ ճանապարհն է։ Ամենաճիշտ ճանապարհը ինչու, որովհետեւ մի կողմից ամեն հերթական օր բերում են նոր խնդիրներ, որոնք հետագայում մեր համար ավելի դժվար է դնում հաղթարել, եւ երկրորդը այս ճանապարհը, եթե մենք կարողանում ենք այս ճանապարհով իրականացնենք, թույլ չի տալիս, որպեսզի իրանք իրականացնեն իրենց
նենք պլանները հենց այդ ընտրախախտումներ եւ այլն այդպիսի բաների ընթացքով։ Ճիշտ այնպես ինչպես արեցին իրանք, եթե ազնիվ ընտրություններ լինեն, ոչ թե 36-16% չէր հավաքելու այդ իշխանությունը։ Բայց արդյոք ժողովուրդը այս անգամ կրկին դուրս կգա պայքարի, որովհետև ասում են ժողովուրդն էլ է հիասթափվել, անընդհատ դուրս է գալիս պայքարի եւ սխալ կազմակերպման արդյունքում նրանց տուն են ուղարկում եւ իրենք էլ արդեն պատրաստ չեն անընդհատ դուրս գալու։ Ինչ որ դուք ասում եք դրա մեջ ճշմարտությունը մեծ է։ Ինչ որ դուք ասում եք դրա մեջ ճշմարտությունը մեծ է, բայց ավելի մեծ ճշմարտություն կա։ Մենք այս չարիքից պետք է ազատվենք։ Մենք այս չարիքից պետք է ազատվենք եւ այո, եւ մեր շարքային քաղաքացին, եւ քաղաքական գործիչը, եւ մտավորականը, եւ ուսուցիչը, եւ բժիշկը, եւ լրագրողը բոլորը պետք է հասկանան, որ իրենց պարտքն է սրանցից ազատելու։ Ոչ մեկը չպետք է ասի դե չէ, ես հոգնեցի, ես արդեն զանզրացա չեմ գնալու այդ գործը։ Բայց ինչ օրակարգ ունի ընդդիմությունը, որովհետև Փաշինյանի օրակարգը գիտենք, դա իրական Հայաստանն է, դա խաղաղության համաձայնագիրն է, որը ասում է հիմա կնքվել է, իսկ որն է ընդդիմության առաջարկ, այլ ընտրանքը։ Իրական օրակարգը Հայաստանի Երևանի ստացումն է։ Իր իրական օրակարգը Հայաստանի Երևանի ստացումն է։ Ինքը այստեղ վերվել էր երկու ուժերի կողմից, երկու խնդիր լուծելու համար, մեծ երկու խնդիր։ Առաջինը ինքը լուծեց։ Ղարաբաղը դարձեց ադրբեջանական եւ երկրորդը Հայաստանի Երևանի ստացում։ Այն բոլոր բաները, երբ որ դուք նայեք ինչ էինք իրականացրել է մեր դպրոցների հետ, մեր մշակույթի հետ, մեր պատմության հետ։ Այո, բայց նա ներկայացնում է որպես իրական Հայաստան, դա ներկայացնում է խաղաղության հայտարարություն, իսկ ընդդիմությունը ինչ է ներկայացնում։ Հա, ինչ որ ներկայացնում է, նախ մենք ֆիքսեցինք թե իր իրական ծրագիրը որն է։ Ընդդիմությունը ասում է, մենք դաշինք են կազմելու մեր բնական դաշնակիցների հետ։ Մենք ունենք այս տարածաշրջանում երկու բնական դաշնակիցներ՝ Ռուսաստանի դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մենք ունենք բազմաթիվ բարեկամ երկրներ։ Ճիշտ այնպես ինչպես մինչև 18 թվականը մենք այդ բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերություններ ենք, այդպես էլ վարվելու ենք։ Եվ քայլ առ քայլ փորձելու ենք վերականգնել մեր պետականությունը, վերականգնել մեր պետականության սյուները, ազգային պետականության հիմնադրույթները եւ նորմալ հարաբերություններ ունենալով մեր դաշնակիցների հետ քայլ առ քայլ լուծել մեր խնդիրները։ Եվ այդ խնդիրների մեջ ես ասեմ, որ ամենակարևորներից մեկը, որը մեկ օրվա խնդիր չի, մեկ տարվա խնդիր չի, չգիտեմ, կարող նաեւ 10 տարվա խնդիր չի, դա Արցախի հարցն է, որովհետեւ այն ինչ որ սրանք արեցին Արցախի համար, դա ուղղակի դավաճանության գագաթնակետն էր, որովհետեւ այն իրավիճակը, որում իրանք ստացան Արցախը, դա 5 պակաս էր Արցախի ինքնորոշման ճանաչումից։ Ինքը իր շուրթերով Ալիևն էր դրա մասին ասում։ Եվ ես քանի որ ակնհայտ է, որ այն ինչ որ տեղացել Արցախում, դա ըստ էության ցեղասպանություն է, հայրենազրկում է, եւ դա վաղեմության ժամկետ չունի, ես առավել քան համոզված եմ, դրա մասին միջազգային փորձագետներն են ասում, մեր падգամավորները, ընդդիմադիր падգամավորները, երբ որ հանդիպում են Արտասամյանն իրենց գործընկերների, իրենք ասում են, այո, դուք ճիշտ եք ասում, որ Արցախի հարցը իսկապես լուծվել է դեռ լուծված չի, բայց այս փուլում իր նկատմամբ իսկապես ցեղասպանություն է իրականացվել։ Եվ եթե հայկական պետականությունը, հայկական բարձր մակարդակների պետական գործիքները այդ հարցը բարձրացնեն, մենք ակնհայտորեն կգտնենք համակիրներ, ակնհայտորեն։ Եվ այդ ճանապարհով առանց իդեպ որևէ ագրեսիայի, առանց որևէ ագրեսիայի մենք կհասնենք այդ խնդրի արդարացի լուծմանը։ Արցախցիները պետք է ապրեն անվտանգ եւ ապահով իրենց հայրենիքում։ Բայց ամեն դեպքում ասում են Ադրբեջանը ունի պահանջներ եւ այդ մասին նա խոսում է, ներկայացնում է հավելյալ պահանջների մասին խոսեց Հաջիևը, հետո Ալիևը խոսեց, ասում են հրաժարվելու է այդ պահանջներից, ասելու է եթե իշխանափոխություն եղել կամ նոր իշխանություն գա, ադրբեջանցիներին չի ուզենալու բերի եւ Սյունիքին բնակեցնի։ Ով է զսպելու նրան։ Այն իրավիճակը, որ այսօր կա, նպաստում է, որ Ադրբեջանից այդպիսի հոխորտանքներ հնչեն, որտեղ այստեղ կա պարտված իշխանություն, որտեղ այստեղ կա իշխանություն, որը հանձնել է մեր սրբությունները, մեր ազգային կերպարը։ Բպարտ չէ, որ այդպիսի պահանջներ պետք է ներկայացնեն։ Նոր իշխանությունը, որը հանդես գա նոր բանակցողի, նոր առաջի դեմքով, բանակցի իր բարեկամների հետ վերականգնի այն կապերը, որ սա քանդել է։ Եվ բանակցի նաև Ադրբեջանի հետ այդ դիրքերից նա բանակցի, բնականաբար Ադրբեջանը մի օրում կմոռանա այն պահանջները, որ ինքը այսօր ներկայացնում է, ինչպես մոռացել էր դրա մասին, նույնիսկ երազում չէր տեսնում այդ մինչև 18 թվականը։ Իրավիճակը փոխվել է։ Բայց իրավիճակը փոխվել է 2018-ից հետո։ Արցախը չկա, զոհեր, դեռ հաղթանակած երկիր է դարձել։ Բայց այսօր մեր իշխանության գլխին այն անձն է, որը բերել է այդ բոլոր չարիքները,
որը ընդունել էին բոլոր պահանջները, որը Ադրբեջանը ներկայացրել է, ինչու՞ մի նոր պահանջել չներկայացնի, ինչու՞ երկրորդը, երրորդը, չորրորդը չներկայացնի, անհասկանալի ցանկացած առողջ եւ ողջամիտ մտածող հակառակորդ այդպես էլ պետք է անի եւ այդպես էլ անում է։ Այսօր Ալիևն ասել է, որ գնդակը Հայաստանի դաշտում է, իրենք մոտ են խաղաղության, բայց այս ամենի ֆոնին մենք տեսնում ենք, որ ապատեղեկատվություն է տարածվում, իբրև թե Հայաստանը կրակում է Ադրբեջանի ուղղությամբ։ Այս ամենի նպատակը որն է եւ արդյոք հնարավոր է, որ պայմանագիրը ի վերջո կնքեն իրենք։ Տեսեք, այն ճնշումները, որոնք իրենք գործադրում են, իրենց տեսակետից նայեք, տխմարություն կլինի, եթե չիրականացնեն։ Այդ ճնշումները իրականացնելը բնական է իրենց հավելյալ պահանջները, որը ներկայացրել են, որտեղ դրանով իրենք ակնկալիքներ ունեն, որ կստանան այնպիսի բաներ, որ դեռ չեն ստացել։ Ճիշտ այնպես, ինչպես այդ ճնշումների արդյունքում ստացան բաներ, որոնք իրենց մտքով չեն ներառնում։ Եվ դրա այդ նահանջի կասեցման մեկ ճանապարհ կա։ Պետք է իշխանափոխություն լինի, որպեսզի Ադրբեջանի ախորժակը վերանա։ Ուրիշ բան այստեղ հնարավոր չի անել։ Ընդ որում դա նոր բան չի, աշխարհի փորձն է այդպեսին։ Իսկ դուք պատերազմի վտանգ տեսնում եք եւ մասնավորապես Իրանի թուլացումը որքանով է նպաստում Ադրբեջանին ռազմական գործողությունների գնալու եւ Իրանի շուրջ զարգացումներ եւ վտանգներ տեսնում եք։ Այո, իհարկե։ Այո, իհարկե, եւ դա իսկապես լրջագույն մարտահրավեր է, որովհետեւ Միացյալ Նահանգները, որոնք չափազանց սերտ հարաբերություններ ունեն Իրանի Իսլամական Հանրապետության Իսրայելի հետ, իսկ Իսրայելի հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւս շատ լարված են։ Ես կարծում եմ Իսրայելի համար գտած մի իրավիճակ է հենց այս խառը իրավիճակի ժամանակներում Ամերիկայի ձեռքերով իսկապես Իրանի Իսլամական Հանրապետության հարցը լուծելը եւ դրա վտանգը ցավոք սրտի դեռ կա։ Այս պարագայում ես կարծում եմ շատ մեծ կարող է լինել Ռուսաստանի դերակատարումը, որտեղ գիտեք, ընդհանրապես 4-5 օր առաջ պետական դումա մտցվեց ռուս-իրանական համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը, ես նույնիսկ հույս ունեմ, որ դա մտցվեց այն նպատակով, որպեսզի կանխի այն հնարավոր էսկալացիայի հնարավորությունները Միացյալ Նահանգների կողմից, որտեղ այդ համաձայնագրում նաև կա անվտանգային կոմպոնենտ, եւ ես կարծում եմ, որ այդուհանդերձ կհաջողվի, նաև մեծ եմ համարում այստեղ Ռուսաստանի դերը զերծ պահել զարգացումները նեգատիվ տարբերակից, Միացյալ Նահանգները պնդում են, չգիտեմ, ընդհանրապես որ դա հենց այդպես է, որ իրենք վախենում են, որ Իրանը իրականացնի միջուկային զենք ստեղծելու ծրագիրը Իրանի Իսլամական Հանրապետությունը ասում է, որ ինքը այդպիսի նպատակ ոչ ունի, ոչ էլ միջուկային ձեռք բերելու նպատակ ունի։ Եթե այդպես է, ապա ես համոզված եմ, որ հնարավոր է կգտնվեն լուծումներ, որոնք հնարավոր անաչառ վերահսկողություն կիրականացնեն դրա նկատմամբ, իսկ եթե այդպես լինի եւ համագործակցության մթնոլորտ ստեղծվի, կարծում եմ դժոխ երկրներ կլինեն այդ պարագայում, բայց կշահի Իրանը, կշահի Միացյալ Նահանգները, Հայաստանը կշահի, որտեղ ես կարծում այդ պարագայում որպես խրախուսում նաև Իրանը կստանա սանկցիաներից, որոշակի սանկցիաներից ազատվելու հնարավորություն, որ տարիներ շարունակ դրված է իր վրա։ Այսինքն կարծում եք, ի վերջո կզսպվի եւ Իրանի շուրջ լայնածավալ գործողություններ չեն սկսվի։ Ես հույս ունեմ, ես դրա հնարավորությունը տեսնում եմ, սակայն կան նաև ուժեր եւ այդ ուժերը փոքր չեն, որոնք ձգտում են, որ Իրանի հետ կապված process-ները գնան ռազմական ճանապարհով եւ փորձեն իրենց հիմնական հակառակորդին ստրատեգիական պարտության մատնել ու հերո գնացող նաեւ նպատակներով։ Դրա Իսրայելը է պարագայում։ Եվ ռուս-ուկրաինական պատերազմը կարծես թե չի ավարտվում, թեև Թրամփը խոստանում էր, որ հենց կա մի քանի օրերում այդ հարցը լուծելու է։ Գիտեք, ես կարծում եմ այդուհանդերձ դանդաղորեն process-ը գնում է դեպի ավարտը։ Միգուցե ոչ այն ժամկետներում, որ նախապես հայտարարված էր, բայց այդուհանդերձ գնում է դեպի այդ հանգրվանը, եւ ես հույս ունեմ, որ գոնե այս տարվա վերջին այդ խնդիրը լուծված կլինի։ Իսկ այդ պարագայում ես կարծում եմ նաեւ մեծ երկրները իրենց կողմնորոշումները կունենան տարբեր տարածաշրջանի խնդիրների հետ կապված, Սիրիայի նկատմամբ, Հարավային Կովկասի հետ կապված, Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված, եւ այդ պարագայում ես ենթադրում եմ, որ հիմնականում կգնա խաղաղության հաստատման եւ խաղաղ ճանապարհով, ոչ ռազմական գործողությունների ճանապարհով
եղած խնդիրների հաղթահարման։ Եվ այդ հակամարտությունը կարծում եք Ռուսաստան ԱՄՆ կհանդարտվի։ Գիտեք, եթե մենք ընդհանրապես կես տարի հետ գնանք եւ տեսնենք թե ինչպիսի լարված էին հարաբերությունները ու համատենք այսօրվա հետ, ակնհայտ կդառնա։ Բայց ասում են շատ պետք չի ողջևորվել, որովհետեւ չգիտես թե Թրամփի մտքին ինչ կա։ Երբեք շատ պետք չի ողջևորվել, բայց տենդենսն էլ ակնհայտ է, այդ տենդենսը իսկապես պոզիտիվ է եւ ես ընդհանրում եմ շահերը այդ պոզիտիվ ճանապարհով առաջ գնալու շատ մեծ են։ Մյուս կողմից կան իհարկե ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի այդ առաջընթացը ոչ միայն տեղի չունենա, այլև իսկապես էսկալացիա լինի։ Եվ այդ պայքարում ես կարծում եմ, որ պոզիտիվ զարգացման կողմնակիցների ներուժը շատ ավելի մեծ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։